Շնորհքը մենք հասկացանք, որ դա չարժանացած բարեհաճություն է, չարժանացած նվեր։ Այսինքն դու չես արժանացել դրան, դու չես աշխատել, բայց քեզ նվեր են տվել։ Ու փրկությունը մենք ստացել ենք դա ձրի, անվճար։ Եվ Եփեսացի 2:8 ասում է շնորհքով եք փրկված հավատքի միջոցով եւ սա ձեզանից չի, այլ Աստծո պարգևն է։ Ձեր գործերով չի, որ մեկը չպարծենա։ Հենց այդ է grace-ը, հենց այդ է շնորհքը, որ քեզ նվիրվել է մի բան, ինչ որ դու չէիր կարող աշխատեիր։ Հին կտակարանում Աստված օրենք էր տվել։ Օրենք, որով մարդիկ պետք է ապրեին։ Հին կտակարանում կար 10 պատվիրանները, լսել եք չէ 10 պատվիրանների մասին, 10 commandments։ Եվ 613 տարբեր կանոններ, որ մարդիկ պետք է դրանցով ապրեն, ու եթե ճիշտ ապրեցին բոլոր այդ կանոններով, իրանք կարող են գան Աստծո առաջ, իրանց աղոթքները լսվի, եթե հանգարց խախտում էին, իրանք պետք է գառը զոհաբերեին։ Գառ կամ որևէ կենդանի, աղքատները ավելի ասենք աղավնի, տատրակ, այդ արյունը թափում են, որ իրանց այդ խախտած մեղքի պատճառով, որ իրանք, բայց Աստծո խոսքը ասում է, որ հին կտակարանի մարդիկ այդպես էլ չկարողացան արդարանան օրենքներով։ Ոչ մեկ չկարողացավ այդ օրենքներով արդարանալ։ Դրա համար այն մարդիկ, որ ասում են, ես 10 պատվիրանները պատմում եմ, պահում եմ եկեղեցի պարտադիր չի որ գամ, այդ 10 պատվիրանները տրվեց, որ ասում է, ով որ պահի նրանով կկարողանա այդպես ապրի, բայց ով որ չպահի, իր վրա անեծք կգա։ Օրենքը հայտնվեց, որ ցույց տա, որ սա մեղք է, չէ՞։ Եթե օրենք չլինի, եթե ասենք ճանապարհային տրաֆիկ կանոններ կա, չէ՞, ճանապարհատրանսպորտային կանոններ կա։ Եթե այնտեղ գրված չլինի, որ կարմիր լուսի տակ անցնելը սխալ է, եթե ոչ մեկ չիմանա, ուրեմն դա չի համարվի մեղք, դա չի համարվի սխալ։ Միջև այն ժամանակ, միջև այդ կանոնը օրենքը ելնում է, երբ որ օրենքը դուրս է գալի, դու գիտես, էսի սխալ է։ Այդպես էլ օրենքը 10 պատվիրանը եւ 613 կանոնները, որ Աստված տվեց, դա նաեւ նրա համար էր, որ մարդ հասկանա, որ ինքը մեղավոր է։ Ոնց կհասկանա, ինքը ուզում է պահի չի կարողանում։ Չի ստացվում։ Ոչ մեկ չի կարողացել օրենքը պահի ու արդարանա Աստծո առաջ։ Հռոմեացի 3:20 համարից մի հատ կարդամ 20-ից մինչև 24-ը։ Որովհետև օրենքի գործերից ոչ մի մարմին չի արդարանա Աստծո առաջին, որովհետև օրենքով լինում է մեղքի գիտությունը, եւ որ օրենքա դրված ու մարդը չի կարող պահի, նա հասկանում է, որ սա ես սխալ եմ արել, իմ մեջ մեղքն է ապրում։ Բայց հիմա առանց օրենքի Աստծո արդարությունը հայտնվեց։ Առանց օրենքի գործերի, առանց մեր ջանքի Աստծո արդարությունը հայտնված է օրենքից եւ մարգարեներից վկայված լինելով։ Այսինքն Աստծո արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հավատքից է, այն մարդիկ, ովքեր որ հավատացին Հիսուս Քրիստոսին, որ ինքը եկավ այս աշխարհ իր կյանքը տվեց խաչի վրա, մահացավ, իր արյունը թափեց, հարություն առավ։ Ու ընդունում է Հիսուսին որպես իր կյանքն ու Տեր ու Փրկիչը, նա արդարանում է, դրա համար այստեղ գրած Աստծո արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հավատքիցն է, ամենի համար եւ ամենի վրա, որ հավատում են, որովհետեւ տարբերություն չկա։ Եվ 24 համար ասում է, ձրի են արդարանում նրա շնորհքով, ձրի, առանց վճարի, առանց օրենքը պահելու։ Ձրի են արդարանում նրա շնորհքով այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսումն է։ Ձրի են արդարանում, խոսքը ասում է օրենքով ոչ մեկ չի կարողացել արդարանալ։ Բայց Հիսուս Քրիստոսի հավատալով, նրա շնորհքով, շնորհք նորից վերադառնանք ինչա նշանակում undeserved favor, չարժանացած բարեհաճություն կամ չարժանացած ողորմություն, որ քեզ ողորմացել են, նվեր են տվել։ Ու փառք Աստծո, որ շատ հավատացյալները այսօր գիտակցում են այդ մասին, բայց այսօր աշխարհում տարածված է մի հատ sense ուսմունք, կիսատ շնորհքի ուսմունք, անգլերեն կոչվում է cheap grace, այն որ էժանացրած շնորհք, կիսատ ոչ ամբողջական, ոչ ամբողջական շնորհքի ուսմունքը տանում է կործանման։ Ու շատ կան, որպես հովիվ ես սա ձեզ սովորեցնում եմ,
որպեսզի դուք ճիշտ իմանաք եւ լինեք պաշտպանված։ Որտեւ սատանան սրա միջոցով էլ է խափում, ասում է գրեսով ենք փրկված, շնորհքով ենք փրկված, դու կարողացել ես քեզ փրկես, չէ։ Դե ուրեմն հիմա էլ ոչ մի բան չես կարող անել։ Դրա համար մենք տեսնում ենք Աստվածաշնչում շնորհքի երկրորդ կողմը, որ բացատրում է ինչ է շնորհքի երկրորդ կողմը, դա զորություն եւ կարողություն է։ Power and ability, չէ՞։ Զորություն եւ կարողություն։ Այսինքն Աստված ոչ միայն իր grace-ով, իր շնորհքով մեզ ազատել է, այլ ուժ ու կարողություն ա տվել, որ իր պատվիրաններով ապրենք, ճիշտ ձևով ապրենք, իր պատվիրաններով։ Բայց շատ տեղեր այդպես չեն կարողում։ Ասում են մենք մեզանով ոչինչ չեն կարող անել։ Ու անընդհատ քայլում են պարտության մեջ, մեղքի մեջ, իրանցով կարողանում են լավ փող աշխատել, իրանք իրանցով կարողանում են մուսկուլներ աճեցնեն, օր ու գիշեր իրանց sense դիսցիպլինա ենթարկեն, այդան մուսկուլներ աճեցնեն, իրանք կարողանում են օր ու գիշեր կարդան, յունիվերսիտի ընդունվեն, տուն սարքեն, բայց հենց որ պետք է Աստծո պատվիրանը բան, ես չեմ կարող ինձանով ոչման, չես ուզում։ Չես սիրում Աստծուն այդքան ուրեմն, ուրիշ բաներ ավելի ես սիրում։ Ամեն ինչ կարողանում են անեն, բացի եթե մենք շնորհքով փրկված ենք ու էլ օրենքի տակ չենք, ուրեմն մենք մեղքից ազատ ենք։ Այդպես ասում հենց Աստծո խոսքը Հռոմեացի 6-րդ գլուխ 14-15 խոսքերը, ասում է, որովհետև մեղքը չի տիրի ձեր վրա, որովհետև օրենքի տակ չեք, այլ շնորհքի տակ, մեղքը չի կարա իշխի։ Այն մարդը, որ շնորհքով փրկվել է, ու ընդունել այդ շնորհքի զորությունը իր մեջ, մեղքը չի իշխում։ Տես ասում է, մեղքը չի իշխի ձեր վրա, որովհետև օրենքի տակ չեք, այլ շնորհքի տակ։ Լավ է, չէ՞։ Ու հաջորդ խոսք ասում է, հիմա ինչ, եթե մեղքը չի տիրում, ուրեմն ինչ ուզենք կարանք անենք, չէ, երբ որ մեղքը գալիս է, դու ընտրություն ունես անելու, այո թե ոչ։ Դու ասում ես ոչ, ու դա գնում է։ Քո վրա չի իշխում, այդ շնորհքի զորությունը հենց դա է, power of grace, հենց դա, որ շնորհքի ուժը քեզ օգնում է, որ ասես ոչ, եթե դու ընտրում ես, որ ասես ոչ, դա գնում է։ Դրա համար է տակը գրած, հենց հաջորդ համար է ասում, ուրեմն ինչ, մեղք գործենք, որովհետև օրենքի տակ չենք, այլ շնորհքի տակ։ Ասում է, իհարկե ոչ։ Ինչի է այս տեսակ գրում Պողոս առաքյալը, որովհետև շատ մարդիկ այն ժամանակ էլ շատ մարդիկ մտածում են, որ քանի որ շնորհքով արդեն ազատագրվել են, ուրեմն ավտոմատիկ իրենք սուրբ կյանքով են ապրում։ Ու որտեղ մենք sense չի ստացվում, sense իրանց միտեղ են հրավիրում, մի հատ party են հրավիրում, որտեղ օղի են խմում, դեղեր են օգտագործում, չգիտեմ ինչեր, իրանք գնում են այդտեղ են հասնում, հետո որ ամեն բանը բանից ասում են, ու իրանք հասկանում են, որ մեղք են գործել, ու որ եկեղեցում քարոզումը կամ իրանց հոգևոր քույր եղբայրը իրանց ասում է, ինչ ես այդպես արել, ասում է, դե մենք ես ինձանով չկարողացա ոչման, ես չկարողացա հակառակվել մեղքին, բան չկարողացա անեմ, դե բայց Աստված ասում է, չէ, նայի ուր ես գնում, ինչ շրջապատի մեջ ես, Սուրբ Հոգին օգնում է մեզ, դա սրբությունը ավտոմատիկ չի լինում, այո, շատ բաներ sense ավտոմատիկ sense ինքնաբերաբար դու քո կյանքում արդեն փոխված է։ Երբ որ ես իմ կյանքը տվեցի Հիսուսին, շատ բաներ sense հեռացավ իմ մեջից։ Այսինքն հեշտությամբ ես սուտել էի խոսում, գողություն էի անում, կռիվ էի անում, վատ խոսքեր էի խոսում ու լիքը բաներ այսինքն հեշտությամբ ինձանից գնաց grace-ով։ Բայց գիտես ինչ, Սուրբ Հոգին եկավ, մի օր պետք է սուտ խոսա էլի, ոնց որ առաջ էր, ասեմ, որ ավտոմատիկ չի լինում, մի հատ վազ էի գցել կոտրել մեր տունը, լավ սիրում վազերը գիտեք, չեն, ասես էսա, որ գան հարցնենք, ասեմ, չգիտեմ, բայց ես էի կոտրել, բայց եկեղեցի էի արդեն տնում, մեկ է Սուրբ Հոգին, ասում է հոգով գնացեք և մարմնի գործերը չեք անի, Սուրբ Հոգին մեջս խոսած, որ ճիշտ ասես քեզի ոչ մի վատ բան չի լինի դրանից, մի վախեցի ճիշտ ասես, մի ասեցի հայելի, հիմա մի ամի դեպքա պատահել է, ասեցի ճիշտ կասեմ, վсё, որոշում այսօրվանից որոշում եմ, որ պետք է ճիշտը խոսամ, այսօրվանից որոշում, տնեցիկը երբ որ եկա, պապաս այս վազը ով է կոտրել,
Եկա ասացի ես։ Շոկի մեջ ընկա, ոչ մի անգամ չէր սպասում, որ ես այդպես ճիշտը կասեմ։ Ասաց լավ, ոչինչ։ Լավ բան չկա։ Հալելույա։ Ճիշտ խոսալը լավ բան է։ Ու տես ավտոմատիկ չեղավ։ Սուրբ Հոգին հիշացրեց խոսքը։ Ոստեղ ասում հիմա ով որ ասում շնորհքի տակ է, օրենքի տակ չի, մեղքը չի իշխի, բայց դա ավտոմատիկ չի լինի, որովհետև հաջորդ խոսքը ասում է ուրեմն ինչ հիմա մեղք գործենք, եթե օրենքի տակ չենք, շնորհքի տակ ենք, ասում է իհարկե ոչ, այսինքն տեղ դու պետք է որոշում կայացնես։ Մեղքը այդ ուժը չունի, այդ ուժը չունի մեղքը։ Եթե մենք ճիշտ որոշում ենք կայացնում, շնորհքի զորությունը այդ վաղ գործում է։ Երբ որ մենք Սևան քաղաքում ենք ապրում, ձմեռները այնտեղ որոշ տեղեր լիճը սառում էր, գիտեք, սառուց էր կապում։ Ու շատ մարդիկ գնում էին այնտեղ ձուկ բռնելու, ձկնորսներ կային։ Պետքա սառուցի վրով քայլելով գնային, հասնեն ինչ որտեղ ծակեին եւ ձուկ բռնեին, որտեվ դեմը այտենց սառցակալում էր։ Բայց լինում էր դեպքեր, որ սառույցը ջարդվում էր եւ մարդիկ ընկնում էին ջրի տակ ու խեղդվում էին, որտեվ երբ որ ընկնում էին, այդ նույն անցքով չէին հելնում։ Ընկնում էին ջրի տակ, կարող է մյուս կողմից ելեն, որտեղ որ սառույցը չգտնեին, այտենց մահանային։ Բայց երբ էր այդ վտանգը տեղի ունենում, գիտեք, երբ որ մի օր մենք գնում էինք, սառել էր Սևանը, մենք հյուրեր ունեինք Երևանից, եկել էին մեր մոտ, մենք այնտեղ եկեղեցիներ էինք։ Ասացինք ինչ լավ է, եկեք ջրի վրով քայլենք, ոնց որ Հիսուսն էր քայլում։ Ուղղակի սառած է, այլ այդ ջուրը նույն։ Գնում ենք, սենց ուրախ մի քանի հոգով, մեկը ճրճրթոս լսա, ճրճրճրճրճ։ Մեկը այնտեղից մարկանցից, Սևանցի ժողովրդից մեզ ասեցին, միասին մի գնացեք, ծանր եք այդտեղ, առանձնացեք իրարից։ Ու մենք առանձնացանք, թե որ ջարդվել են գնելու ենք տակը։ Հիմա մարդիկ են եղել, որ այտենց գնացել են այտենց ու ճրճրթոցը լսել են, ասել են ջարդվավ, չէ, բան չեղավ, լավ գնանք։ Չեն լսել խորհուրդին։ Բայց չէ որ եթե ջարդվեր արդեն ուշ կլիներ։ Պարտադիր չէ այդ փորձանքը գա նոր հասկանաս, բայց երբ որ դու հասկանաս, արդեն դու ջրի տակ կհայտնված կլինես։ Պետք է նախորոք ընդունես այդ խորհուրդը, ոչ թե սառույցի վրով գնաս այնքան, միջև ջարդվի, ընկնես ու ասես հա, այս սխալ էր։ Նախորոք են քեզ ասում։ Նույնն է հոգևորապես մենք շատ անգամ գնում ենք այնպիսի տարածքներ ենք մտնում, այնպիսի մարդկանց հետ ենք հաղորդակցում, այնպիսի խմբերի մեջ ենք մտնում, որ Աստված ասում է զգուշացի հեռու եղի դրանցից, այդ պիղծ բաներից հեռու մնա։ Մենք ասում ենք, բայց հիմա նորմալ եմ, ես լավ եմ զգում, գնում ես փարթի, նստում ես փարթիի կես է, վերջում տանում ես սա խմում են, դեղ են օգտա, դու արդեն քեզել են գայթակղացնում են, արդեն դու էլ չես կարող դիմանաս։ Դու արդեն սառույցի վրա ես հայտնվել, որ ճաքեց, ոչ միայն ճաքեց, ջարդվեց, ընկար մեջ արդեն ուշ է։ Միջև այդ դու պետք է խորհուրդը ընդունած լինես։ Ինչպես ես օրինակը որ բերեցի, ոչ թե փորձանքը կա նոր հասկանաս։ Դրա համար Գաղատացի 5-րդ գլխի կարծեմ 16 համարից, բայց ասում եմ ձեզ, հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունը չեք կատարի, հոգով գնացեք։ Բաներ կա, որ ուզում ենք անենք, զբաղմունքներ կա, որ ուզում ենք անենք, տեղեր կա, որ ուզում ենք գնանք, հոգին ասում է մի արա, մի գնա, ճիշտ չի, հեռու մնա այս խմբից, հեռու մնա այս բաներից։ Ու երբ որ մենք լսում ենք Սուրբ Հոգուն, մենք նաև չենք ընկնում մարմնի գործերի ազդեցության տակ։ Բայց եթե մենք չենք լսում Սուրբ Հոգուն, առհամարում ենք իր ասածը, գնում ենք մարմնի գործերի տակ, եթե լսում ենք, այդ մարմնական գործերը մեր վրա չի գալի, չի իշխում։ Ու շատ հավատացյալներ նորից վերադառնում ես մտքին։ Ընդունում են, որ իրանք շնորհքով փրկված են, այդ գրեյսով փրկված են, բայց շարունակում են ապրել մարմնական գործերի մեջ, մարմնական կյանքով են ապրում, իրանց ցանկություններով են ապրում։ Ու ասում են մենք շնորհքով ենք փրկվել, մենք մեզանից ոչ մի բան չենք կարողացել անել։ Հիմա էլ չենք կարող, դա չի ասում, դրա համար շնորհքի երկրորդ կողմը դա զորությունն է, որ դա զորության հոգի է, որ մենք ստացել ենք Աստծուց։ Անցած անգամ ես խոսեցի այն մասին, որ հնարավոր է, որ մարդը շնորհքը կորցնի։ Որ դեպքում է մարդ հնարավոր, որ շնորհքը կորցնի, այսինքն շնորհքից զրկվի։ Երկու հատ բան ասեցի։ Երկու հատ համար բերեցի։ Մեկը
Հակոբոս 4:6-ն է, այստեղ կա, չէ, երևի այդ համարը։ Աստված հպարտներին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Աստված ում է շնորհք տալիս։ Խոնարհներին։ Եթե չունենք խոնարհություն, հպարտանում ենք, հակառակվում ենք, շնորհքը գնում է։ Մարդիկ են եղել, որ ասել եմ, «Էսի վատ հաղորդում ասա քեզ հոգևորապես գցի, չարժի նայես էսի», օրինակ եմ, որպես հովիվ։ Ու խոնարհ մարդը, որ բաց է, ընդունում է, լսում է, Աստծո շնորհքը գալիս է իր վրա, այդ զորությունը գալիս է վրա եւ ինքը հաղթահարում է։ Ասում է, ամեն ես ընդունում եմ, ես որոշում սա կատարեմ։ Անցած տնային հավաքույթին մեր մոտ Արփին էլ լավ վկայություն տվեց, եւ որ ասում է, ես սկսեցի քրիստոնեական ավելի հոգեվոր երաժշտություններ լսել, իմ կյանքը էլ ավելի ուժեղացավ, իմ հոգեվոր կյանքը, իմ ստաբիլությունը եկավ։ Եվ դրանից առաջ մենք եկեղեցում խոսացել ենք այդ մասին, որ կարևոր է ճիշտ երաժշտություն լսենք։ Բայց եթե ինչ-որ մեկը ասի, չէ, ես կանեմ այնպես ինչպես ես եմ ճիշտ գտնում, դրա մեջ ինչ վատ բան կա, ամեն երաժշտությունն էլ ոնց որ Աստծուց է, խորհուրդը չլսի, այդ ինչ է կոչվում։ Հպարտություն։ Այսինքն հակառակվում է, հպարտությունը այն մի բան է, որ մարդը հակառակվում է, դու իրան խորհուրդ ես տալի որպես հովիվ կամ ավակ կամ որպես հոգևոր քույր, եղբայր կապ չունի, հպարտանում է, չէ, ես սենց եմ ճիշտ գտնում, ասում ենք, նա խոսքը սենց է ասում, չէ։ Ինչ է կատարվում, Աստված այդ հպարտներին հակառակ է կանգնում։ Եթե Աստված հպարտին հակառակում է, այդ մարդու կյանքում էլ շնորհքը չի գործում, այդ գրեսը չի, ինքը չի կարա հաղթի։ Ու եղել են շատերը, որ տենց հոգևորապես ընկել են։ Մյուսը նայեցինք, որ շնորհքը կարա մարդ կորցնի, զրկվի, եւ որ ինքը դառնության կամ վիրավորանքի արմատ թողի իր ներսում, երբ որ ինքը վիրավորվում է կամ բողոքում է, հաջորդ համարը կդնես Եբրայեցի 12:15-ն կարծեմ։ Զգույշ կացեք, որ մեկը Աստծո շնորհքից չզրկվի, որ մի դառը արմատ վեր չբուսնի եւ նեղություն տա եւ նրանով շատերը պղծվեն։ Դառնության արմատ։ Սա էլ կարա մեզ զրկի Աստծո շնորհքից։ Այդ շնորհքն է, որ օգնում է մենք հաղթահարենք, հակառակ կանգնենք սատանային, Աստծո գործերը լավ ձևով անենք։ Հիշում եք խոսացինք այդ մասին, որ Պողոս առաքյալը ասում է, ես բոլորից շատ աշխատեցի, ծառայեցի, այդ եկեղեցիները որ դրեցի, ասում է, բայց ոչ թե ես, այլ այն շնորհքը Աստծո, որին վրա նշանակում է դա ինքը ներկայացնում է որպես զորություն։ Այդ շնորհքի զորությունով է ինքը կատարել այդ աշխատանքը բոլորից լավ, բոլորից շատ, այդ շնորհքով է ինքը դրել։ Բայց այդ եթե մարդը վիրավորանքի տեղ տա, չների մարդկանց, բողոքների մեջ ընկնի, այդ դառնությունը իր մեջ տեղ տա, շնորհքից կզրկվի։ Սուրբ Հոգու զորությունը կգնա իր ավրից, ու ինքը չի կարող հաղթել այլևս։ Նաև մի բան էլ կա, որ մարդիկ կարող են շնորհքից զրկվել, նրանք ովքեր որ ձգտում են օրենքով արդարանան։ 5 կտակարանի օրենքով արդարանան, 10 պատվիրաններով եւ 613 կանոններով։ Այսօր համար ես չգիտեմ, այտենց քրիստոնեական աշխարհում համարյա այտենց եկեղեցի չգիտեմ, որ փորձեն Մովսեսի օրենքով արդարանան։ Սա վերաբերվում է նրանց այն առանձին խմբերին, ովքեր վերադառնում են հուդայական հավատքին։ Այն քրիստոնեական խմբերը, ոնց որ գաղատացիների եկեղեցին, Աստվածաշնչում մենք տեսնում ենք Գաղատիայի եկեղեցին, որ Պողոսը գրում է իրանց եւ հանդիմանում է եւ ասում է դուք Աստծո շնորհքից զրկվեցիք, որովհետև դուք կամեցաք օրենքով արդարանալ։ Գաղատացիների թուղթ 5-րդ համարը ասում է խափանված եք կամ ընկած եք Քրիստոսից դուք, որ օրենքով եք կամենում արդարանալ, շնորհքից ընկած եք։ Այն մարդիկ, ովքեր փորձում են Մովսեսի օրենքով արդարանան, որովհետև մենք կարդացինք ամենասկզբից, որ ոչ մեկ չի կարողացել արդարանալ Մովսեսի օրենքով, 10 պատվիրաններով եւ 613 կանոններով։ Ինչքան էլ պահել են, միտեղ էլի սխալվել են, միտեղ էլի շեղվել են։ Կամ մեկը ասում է, ես դե եկեղեցի չեմ գալիս, բայց պահում եմ Աստծո պատվիրանները։ Ըսկի Մովսեսը եւ ամբողջ ժողովուրդը 5 կտակարանի 5 ուխտի բոլոր մարդիկ չկարողացան արդարանան օրենքով, ինչ որ մեկ ասում է, դե ես պահում եմ 10 պատվիրանը, ասում ինչ է ասում 10, դե մի գողացի, մի շնացի, մի սպանի, հետո սաղ գիտեն այդ իրեքը, մի շնացի, մի սպանի, մի գողացի, ու էլ չգիտի։ Բայց այնտեղ որ կուրքեր մի ունեցիր,
Պատվիր քո հորն ու մորը, քո հարևանի ունեցածին մի ցանկացի։ Մի օր մենք վերնիսաժում նստած ենք մի տղու հետ, այնտեղ սուրճ ենք խմում եւ Աստծուց ենք խոսում, մեկի հետևից սեղանից մի ասես գոռոզ ձեն եկավ, տղեկ, եկեք տանեմ ձեզ պատիվ տամ, այսօր գործերս լավ է եղել։ Ասում ինչ գործս ամ, ասում ես ջեբկիր եմ։ Մտնում եմ վերնիսաժ, ջեբկիրը գիտեք որ թակում պայուսակներից փող են հանում։ Հետո սկսեցինք Աստծո խոսքը խոսալ իրան։ Մի քիչ սկսեցինք Աստծո խոսքը քարոզել, դե ախպեր ես պատվիրանները գիտեմ, ես պահում եմ պատվիրանները, բայց հենց նոր ինքը ասեց որ գողացել է։ Սկսում եք, հենց նոր ինքը պատմեց որ գողացել է։ Իրանց համար եթե մարդ չեն սպանել, ուրեմն բոլոր պատվիրանները պահում են։ Քրիստոնեական աշխարհում ես չգիտեմ այդպիսի եկեղեցի, որ փորձեն Մովսեսի օրենքով 10 կանոն պատվիրաններ 613 կանոններով արտանան, բայց հետաքրքիր է, որ եկեղեցիների միջև մի քիչ վիճաբանություն է գնում այսօր։ Այն մասը, որ քարոզում է շնորհքի միայն մի կողմը, որով որ մենք փրկվել ենք, մենք գործերով չենք փրկվել, մեղադրում են որոշ եկեղեցիների, որոնք ասեն գլխաշոր են կապում։ Կամ կինը չպետք է քարոզի, համարում են, որ նրանք օրենքով են գնում։ Նրանք կռվում են սրանց դեմ, ասում են, դա չէ, օրենքն էլ է կարևոր, օրենքը որ չլինի, այն Աստված տվեց օրենքը, ասենց կռիվ է այդում իր մեջ, բայց ես կողքից նայում ես։ Ախր նրանք օրենքով չեն ապրում Մովսեսի։ Գլխաշոր կապելը կամ ինչ որ մի քանի խիստ կանոնների եկեղեցու համարում են օրենքով ապրել, բայց դա հեչ կապ չունի այն 10 պատվիրանների եւ 613 կանոնների, որով որ Աստված տվել է։ Ու կռիվ է այդում իրար միջև։ Դա հեչ օրենքի հետ կապ չունի։ Շփոթություն է առաջանում այսօր հոգևոր աշխարհում, շատ մեծ շփոթություն է առաջանում, ու հետևորդներն ասում են, այո, մենք մեր ուժերով չենք փրկվել, մեր գործերով չենք փրկվել, Աստծո շնորհքով, ու շնորհք ասելով իրանք նկատի ունեն, որ սա բան է, արտոնություն է տրվում, անգլերեն ոնց են ասում, արտոնություն է տրվում։ Privilege-ա տրվել մեզ, privilege-ա մեզ տրվել, այսինքն շնորհք նշում է privilege։ Ինչ էլ անենք, ոչինչ, Աստված չի նայում։ Շնորհք ասելով նկատի ունեն mercy-ի տակ ենք։ Բայց հենց մենք նայեցինք Աստծո խոսքը կագրած, հենց խոսքը ասում է ով որ մեղք է գործում, դա ինքը զրկվել է արդեն շնորհքից, շնորհքը գնացել է, որովհետև շնորհքը ներկայացնում է Աստծո զորությունը։ Մի հատ հետաքրքիր պատմություն Պողոս առաքյալի մասին 2 Կորինթաց 12:7-9 համարները կնայենք։ Պողոս առաքյալը գրում է, որպեսզի հայտնությունների առավելությամբ չհպարտանամ, իմ մարմնի համար խայտ տրվեցավ, որ մի սատանայի հրեշտակ ինձ նեղե։ Սատանայի հրեշտակը գիտես որն է։ Կարող մի հատ ինչ որ մարդ է ուղարկել սատանան, այդ մարդը Պողոսին անդադ նեղել է։ Վնաս է տվել։ Ասում է, որ չգոռոզանեմ։ Սրա համար 3 անգամ աղաչեցի Տիրոջը, որ նա հեռացնե ինձանից։ Եվ Տերը ասեց. բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարվում։ Նայեք, Պողոս ասում է, քանի որ ես շատ հայտնություններ էի ստանում, եւ այդ հայտնությունը ո՞րն է, revelation։ Ու երբ որ པարծենում էի, հպարտանում էի, ու որպեսզի չշարունակեմ, սենց ասեմ իմաստը, որպեսզի չշարունակեմ հպարտանամ, մարմնից խայթոց տրվեց, խայթոց այսքան ցավ, ինչ որ տանջանք, սենց ասեմ։ Սատանայի հրեշտակ, որ ինձ նեղե։ Հնարավոր է սկզբից Պողոսը հակառակը կայներ չար հոգուն, ասել է Հիսուսյանով հեռացի ինձանից սատանա, ու չի գնացել։ Շնորհքը չի գործել։ Պողոսը զարմացել էր, Պողոսը որտեղ որ գնում էր Հիսուսյանով դևերին կապում էր չար հոգիներ, եռում, հիմա ասում է սատանայի հրեշտակ ինձ նեղում էր, տանջում էր։ Չի եթում էս դևը, շնորհքը չի գործում։ Ինչի չի գործել շնորհքը, որտեվ հպարտացել էր, ասում է, որպեսզի չհպարտանամ, տես հպարտությունը ինքը հայտնություններով կիսվել է, սատանայի ատակա է եկել, ու ինքը աղոթելա չի ազատել, հետո Տերը վերջում 3 անգամ աղոթից հետո նոր Տերը ասում է, իմ շնորհքը քեզ հերիք է։ Հիմա sense բացատրենք, բա որ հերիք է Տեր, բախի չի գործում։ Ուզում ասի, ես քեզ այնքան ուժ եմ տվել, այնքան շնորհք եմ տվել, որ էդի հերիք է, բա ինչի չի գործում։ Որովհետև իմ զորությունը Աստված ասում է, գործում է տկարության ժամանակ։ Տկարությունը գիտես, թուլության։ Հիմա ոչ թե Աստված է իրան գցել այդ վիճակի մեջ, այլ ինքը հպարտանալով մտածել է, դա իր ուժն է, դա իր կարողությունն է,
Չի գիտակցել, որ ինքը ոչինչ է։ Այստեղ ուզում եմ Տեր ասի, երբ որ դու հասկանաս, որ դու ոչ մի բան ես, որ դու քեզանից ոչ մի բան չես ներկայացնում, եւ որ դու գիտակցես քո տկարությունը, քո թուլությունը, այն ուժը տեղ է գործում։ Բայց Պողոսը էդի գիտակցեց, երբ որ սատանայական հարձակման մեջ ընկավ։ Եթե միջև այդ գիտակցեր այդ մասին, այդ շնորհքը հերիք կներ, որ հակառակվեր, հասկանում եք։ Չէր հպարտանա այդ ժամանակ։ Եվ որ հպարտացավ, ընկավ վիճակի մեջ, նորը հասկացավ, որ ինքը ոչ մի բան է, ու Աստված ասեց, իմ շնորհքը հերիք է, որովհետև իմ զորությունը, տես շնորհքն ու զորությունը իրար հետ է կապում Աստված, որովհետև շնորհքը ստեղ Աստված համարում է զորություն։ Իմ շնորհքը հերիք է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարվում։ Քանի մենք գիտակցում ենք, որ մենք մեզանից ոչ մի բան չենք կարող անել, շնորհքը գործում է։ Հենց որ հպարտացանք հայտնություններով, չգիտեմ, մեր պարգևներով, չգիտեմ ինչերով, շնորհքը գնում է։ Չի գործում։ Ինչքան ուզում ես հակառակ կանգնես սատանեն, ուժը չկա։ Պարզա չէ այս խոսքը։ Այսպես է Աստված գործում։ Երկրորդ Պետրոս 1:3-ը։ Ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ, այն ամենը, որ կյանքի եւ աստվածապաշտության համար պետք է, նրա գիտությունով է։ Ինչպես շնորհվեց մեզ, նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ։ Այստեղ էլ հաստատում է, ապացուցում է, որ աստվածային զորությունով այդ շնորհքը մեզ տրվել։ Իր մեջ ինքը ունի զորություն, ամեն։ Եվ եկեք այնպես անենք, որպեսզի այդ շնորհքից չզրկվենք։ Եկեք կանգնենք, հիմա մենք սկսելու ենք աղոթք անել ու փորփրել մեր մեջ։ Գիտես, շատ անգամ միջև դու չես փորում, դու չես գտնում։ Հարց պետք է տանք, Տեր, արդյոք այնպիսի մի քայլ եմ արել, որ շնորհքը իմ վրից գնացել է։ Միգուցե այն պարտությունները, որ ես ունենում եմ, կամ մեղքը դեռ իշխում է իմ վրա, կամ ընկել եմ մի բանի մեջ, որից դուրս չեմ կարողանում գամ, միգուցե այդ շնորհքը թուլացել է իմ վրա, կամ զրկվել եմ։ Հիմա համար առաջի, հիմա եկեք այս հարցը տանք։ Ամեն մարդ թող իրան այդ հարցը տա։ Կա քո կյանքում ինչ որ ատակեք սատանայից, հարցակումներ սատանայից, որ անդադ քեզ գցում է դիպրեսիայի մեջ, ճնշումների մեջ, կռիվների մեջ, մարդկանց հետ վիճաբանության մեջ, ու դու ուզում ես հաղթես, չես կարողանում հաղթես։ Առաջինը ոնց որ այդ հոգևոր պայքարներն եմ ասում։ Երկրորդը կա մեղք, որ իշխում է քո վրա, կամ ազատվել ես սկզբից, Հիսուսը ազատել է շնորհքով, հետո տեսել ես նորից էդի վերադարձել է քո կյանքում, չես կարողանում հաղթես այդ մեղքը։ Դիվական ուժերին հակառակ ես կանում, չեն գնում։ Հարց տվեք, ամեն մեկը ձեր կյանքում կա այդպեսի մի բան։ Պարտադիր չի վատ, փիս մեղքերն է, կարող է բամբասանք լինի, մեկը հա բամբասում է, ու ինքը գիտի, որ դա վատ է, բայց չի կարող ազատագրվի։ Մտածեք։ Եթե գտաք այդ բաները ձեր մեջ, հայտնաբերեցիք, ուրեմն իմացեք, դուք Աստծո շնորհքի կարիք ունեք, այսինքն Աստծո զորության կարիք ունեք, որի միջոցով որ դուք պետք է ազատագրվեք։ Հիմա ինչպես ընդունենք այդ զորությունը։ Ինչպես անենք, որ այդ զորությունը վերադառնա, եթե ես դա բաց եմ թողել, եթե այնպեսի մի քայլ եմ արել, որ հեռացել է ինձանից։ Ապաշխարությամբ։ Հիշի Աստծո խոսքը ասում է, որտեղից ընկար։ Հնարավոր է քեզ խորհուրդ են տվել ու դու անտեսել ես, մեկ հպարտություն ու ընկել ես դրա հետևանքով։ Միանգամից չի լինում դա։ Դա կամաց է գալիս։ Մյուսը կարող է վիրավորվել ես քո մեջ, դառնության արամատեսպայով շնորհքից զրկվել ես։ Մյուսը միգուցե քո ջանքերով ուզեցել ես Աստծո աչքերին լավ է երևաս, էդ էլ չէ, ճիշտ է, օրենքը չես պահում, բայց էլի նման է օրենքին, ոնց որ դու քո արարքներով փորձես արդարանաս, անգամ նոր կտակարանի եկեղեցու մարդիկ, թեև իրանք չեն արդեն ապրում 10 պատվիրաններով եւ 613 կանոններով, բայց որ ձգտում են անենց բանան են Աստծուն հաճելի լինեն, ասենք գործերով, սենց ասեմ, իրանց արարքներով հաճելի լինեն,
Հնարավոր է այդ ժամանակ էլ իրանք կորցնեն։ Թեև Աստծո խոսքը ասում է ամեն ինչ արեք Աստծուն հաճելի լինեք, բայց մենք դա չենք անում, որ արդարանանք, արդարությունը ստացել ենք նվեր, ձրի։ Այո, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Աստծուն հաճելի լինենք, բայց եթե մենք ուզում ենք արդարությունը ստանանք, այտենց չի լինում, արդարությունը նվեր է տվել Աստված մեզ, ձրի նվեր է տվել, փրկության հետ միասին։ Ուրեմն հիմա քննում ենք մեր մեջ, ով որ ունի պարտություն, մեղքի կողմից, չարի կողմից, տարբեր մարդկանց կողմից ու չունի հաղթանակ։ Ձեր մեջ հիշեք, կան մարդիկ, որոնց պետք է ներեք, կան մարդիկ, որոնցից վիրավորված եք, դառնություն ունեք ձեր մեջ, կամ թեկուզ եկեղեցում մի բան են ասել, դառնություն է մնացել մեջդ։ Կամ բան են ասել, չես ընդունել, հակառակվել ես, հպարտություն ես դրսևորել, նրա փոխեն որ խոնարհություն։ Եթե գտնում եք, խորը փորեք ձեր մեջ, փորեք ձեր մեջ։ Հիմա աղոթում ենք։ Հիմա աղոթում ենք, խնդրում ենք Տերը, որ ների մեզ։ Այնտեղը, որտեղ որ մենք խոնարհության փոխարեն, հնազանդության փոխարեն հպարտություն ենք դրսևորել։ Կարող մի բան են ասել, դու գնացել ես տուն, սկսել ես բողոքել, տրտնջալ։ Ես ձեզ մի հատ խորհուրդ տամ, երբ որ մի բան է ասվում, դուրը չի գալի, խնդրում եմ, երբ որ գնաս տուն, շատ հեշտ է, որ տունը գնում են մարդիկ սկսեն խոսալ ու բողոքել։ Հավատա։ Եթե դու քեզ պահես, եթե չմտնես այդ տրտնջանքի մեջ, այդ բողոքի մեջ, անենց օրհնություններ ա վրդ գալու։ Առակած թուղթը ասում է, ով որ իր լեզուն պահի, ով որ իր լեզուն հսկի, ինքը իր հոգին նեղություններից կապրեցնի։ Լիքը նեղություններից ինքը իրան ազատելու է։ Լինում է, չէ՞ ինչ-որ մի տեղ ես լինում, մեկը մի բան է խոսում, դու զրուցում եք, շփվում եք, կամ եկեղեցում ինչ-որ բան է կատարում, այդ րոպեից մի թեթև նեղվածություն է կապում, ձեն չես անում, ժպիտով շարունակում ես ուրախ, բայց գնում ես տուն ու տունը սկսում ես մեկի հետ խոսալ, բայց Աստծո խոսքը ասում է, ով որ իր լեզուն պահի, իր հոգին նեղություններից կապրեցնի։ Դրա տեղը դու կարաս աղոթես, ասես Տեր, փառք եմ տալի, եկեղեցու համար, այս մարդու համար, այս խմբի համար, ես օրհնում եմ իրան, ես շնորհակալ եմ քեզ իրանց համար։ Փառք ես Տեր, որ մենք այսօր հրաշալի ժամանակ ունեցանք։ Փառք ես Տեր եկեղեցու համար, քարոզի համար, ամեն ինչի համար։ Ու դուք կտեսնեք, որ շնորհքը մեծանալու է ձեր վրա։ Չթողեք բողոքը աճի ձեր մեջ։ Թույլ չտաք ոչ մի տեսակի բողոք, տրտունջ, քննադատություն։ Ամենաշատը քրիստոնյաները դրա պատճառով են գրեսից ընկել, շնորհքից ընկել։ Այ հիմա զգում եմ, որ խոսքը խորը գնաց ձեր մեջ ավելի, Սուրբ Հոգուն սկսեցիք տեղ տալ։ Հալելույա։ Yeshua.